Հայաստանի կառավարությունը հրաժարվում է բացահայտել, ինչ փաստեր են ի հայտ եկել Հարավկովկասյան երկաթուղու ստուգման արդյունքում, որն իրականացվել էր տարիներ առաջ, երբ ռուսական ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել չարաշահումների և հափշտակությունների հիմքով։ Ստուգումը իրականացրել էր ֆինանսների նախարարությունը, կենտրոնանալով ընկերության ստանձնած ներդրումային պարտավորությունների վրա։ Մինչ այդ 2018-ի օգոստոսին, Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, ՊԵԿ աշխատակիցները խուզարկել էին Հարավկովկասյան երկաթուղու գրասենյակը մոտ 10 միլիոն դրամ հարկային պարտավորություններից խուսափելու գործով։ Վարչապետ Փաշինյանն էլ դրանից մեկ ամիս անց ռուսական կոմերսանտին տված հարցազրույցում պնդել էր. իր տեղեկություններով ռուսական ընկերությունում 60 միլիոն դոլարի չարաշահումներ են եղել։ Քննչական մարմինները ուսումնասիրում են իրավիճակը և պաշտոնական տեղեկատվությունը շուտով կլինի։ Իմ ասածը համարեք պաշտոնական, ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետի պաշտոնական այս պնդումներին հակառակ քննչական կոմիտեն դրանից 3 տարի անց 2021-ին կարճել է Հարավկովկասյան երկաթուղու չարաշահումների և հափշտակությունների գործը հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում։ Հստակ է միայն, որ քրեական այդ գործի շրջանակում ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր սկսել ռուսական ընկերությունում ուսումնասիրելու 2008-ից 18-ի ընթացքում կատարված ներդրումների ծավալը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը։ Այդ ստուգման արդյունքում ինչ է պարզվել։ Ազատության հարցմանը ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ նախարարի 5 հանձնարարագրերի հիման վրա 2019-ի մարտին կազմվել է ակտ։ Կառավարությունից, սակայն, հրաժարվում են հրապարակել այդ ակտի բովանդակությունը, պնդելով, թե այն կարող է պարունակել նախաքննական, բանկային, առևտրային բնույթի գաղտնի տեղեկատվություն։ Ազատության հարցմանն ի պատասխան նախարարությունից նաև հայտնել են, որ ստուգումն իրականացրած վարչությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անցած տարվա սեպտեմբերից դադարել է գործել։ Ստուգման նյութերն էլ հանձնվել են ֆինանսների նախարարության արխիվ։ Հեղափոխությունից հետո առաջին տարիներին, սակայն, իշխանությունները շատ ավելի բաց էին այս հարցում։ Հարավկովկասյան երկաթուղու քրեական գործը մեծ աղմուկ էր բարձրացրել նաև հայ-ռուսական հարաբերություններում, երբ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները գիշերով մտել էին ընկերություն, առգրավելով բազմաթիվ փաստաթղթեր։ Ինչու հենց գիշերը և դիմակավորված անձանցով։ Դիմակավորված անձինք չեն եղել, դիմակավորված անձինք սպասել են դրսում իրենց մեքենաների մեջ, վերջում օգնել են որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործընթացում։ Ամիսներ անց քննչական կոմիտեն Հարավկովկասյան երկաթուղուն առնչվող ևս մեկ քրեական գործ էր հարուցել։ 2018-ի դեկտեմբերին իրավապահները հայտարարել էին, թե տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը չարաշահել է լիազորությունները, ինչի հետևանքով ռուսական ընկերությունը թղթի վրա 400 միլիոն դրամի ներդրում է ներկայացրել, սակայն իրականում որևէ աշխատանք չի կատարել։ Տարիներ անց, սակայն, այս գործով էլ որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չհայտնաբերվեց։ Անցած տարի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ ծրագրերի ֆոնին Երևանը երկաթուղու հարցը կրկին օրակարգ բերեց, խնդրելով ռուսական կողմին վերականգնել երկաթգիծը Երասխի և Ախուրիկի հատվածներում։ Օրեր անց Հայաստանի վարչապետը ավելի հեռուն գնաց, բացահայտ ակնարկելով, թե լավ կլիներ ռուսական կողմը հայկական երկաթուղու 30 տարով ստանձնած կոնցեսիոն կառավարումը բարեկամ այլ երկրի փոխանցեր։ Ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Այս առաջարկների ու հորդորների ընթացքում, սակայն, պաշտոնական Երևանը մինչ այժմ չի հիշատակել ռուսական ընկերության դեմ ժամանակին հարուցված քրեական գործը, ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումներն ու հայտնաբերած փաստերը։ Հստակ չէ կոնկրետ ինչ տվյալների էր հղում Հայաստանի վարչապետը, երբ 8 տարի առաջ Մոսկվայում տված հարցազրույցում պաշտոնապես պնդում էր հայտնաբերված 60 միլիոն դոլարի չարաշահման մասին, եւ ինչպես է դրանից տարիներ անց քննչական կոմիտեն գործը կարճել հանցակազմի բացակայության հիմքով։